Գյումրու քաղաքապետարանն այսօր Վարդանանց հրապարակում կազմակերպել էր նոր գնված ինքնաթափ մեքենաների ցուցադրություն, ազդարելով քաղաքի սանմակրման ոլորտի արդիականացումը։ Քաղաքապետարանը ներկայացրեց 3 ինքնաթափ մեքենա, որոնք նախատեսված են քաղաքի սանմակրման որակն էապես բարձրացնելու եւ ավտոպարկը թարմացնելու համար։ Նոր տեխնիկան լուծելու է քաղաքային տնտեսության ամենահրատապ խնդիրներից մեկը՝ մաշված ու հնացած տեխնիկայով աշխատելու դժվարությունները։ Ցուցադրությանը ներկա էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը, ով անձամբ ծանոթացավ նոր մեքենաների տեխնիկական հնարավորություններին ու առավելություններին։ Նա կարևորեց տեխնիկական բազայի արդիականացման անհրաժեշտությունը քաղաքի մաքրության մակարդակը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Ունենք հին սովետական արտադրանքներ, եթե չեմ սխալվում, զիլ է, մազ է, դրանք են, որոնք անընդհատ վերանորոգվում էին, անընդհատ փչանում էին, այս պարագայում արդեն այդ խնդիրները բացը կլրացվի։ Շնորհավորում եմ գյումրեցիներին, մեզ բոլորից եւ կարծում եմ, որ կարողանանք սպասելիքները, ակնկալիքները 26 թվականին էլ ավելի գեղեցիկ, մաքուր Գյումրի եւ քաղաք ունենալ, որ կարողանանք բոլորին մեր հայերին եւ օտարազգի մեր տուրիստներին դիմավորենք, ընդունենք եւ ճանապարհենք։ Մինչ այժմ քաղաքի սանմակրման աշխատանքները հիմնականում իրականացվում էին հին եւ մաշված մեքենաներով, որոնք անընդհատ վերանորոգման կարիք ունեին, ինչը ոչ միայն ժամանակ էր խլում, այլև մեծ գումարներ պահանջում։ Նոր տեխնիկան թույլ կտա թարմացնել ավտոպարկը եւ զգալիորեն նվազեցնել անսարքությունների քանակը։ Ներկայացված ինքնաթափ մեքենաները չինական արտադրության են, բավականին որակյալ ու ժամանակակից լուծումներ են առաջարկում։ Ամենակարևոր նորամուծություններից մեկը կցորդիչների առկայությունն է։ Ավետիս Առաքելյանի հավաստմամբ կցորդիչների օգտագործումը թույլ կտա կրճատել վառելիքի ծախսը։ Սա ոչ միայն էական տնտեսում է համայնքային բյուջեի համար, այլև ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքի կազմակերպումը։ Նա հայտարարեց նաև, որ սա ձեռքբերումների վերջը չէ։ Նոր տարում սպասվում է եւս 3 նոր մեքենայի ներկրում Գյումրի, ինչը էլ ավելի կամրապնդի քաղաքային տնտեսության տեխնիկական կարողությունները։ Եվս 3-ները արդեն 26 թվականին կգան, մեկը բազմաֆունկցիոնալ է, մյուսը կոմբո մագնիշիներ են, երկուսը մեկը, եթե չեմ սխալվում, ես ասել էի ներկրողի հետ շահող կազմակերպության, որ հայտարարելու եմ հունվարի վերջ աղբատարը կլինի, բազմաֆունկցիոնալ են երկու մեքենաները փետրվարի վերջ կլինեն։ Եվ սրանով պարկը նորացվում է, թարմացվում է, ավելի արդիականացվում է։ Ընդհանուր առմամբ Գյումրու քաղաքապետարանի ավտոպարկը կհամալրվի 6 միավոր տեխնիկայով։ Հաջորդ տարի նախատեսվում է գնել 1 աղբատար մեքենա եւ 2 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա՝ ձյուն մաքրող, աղշաղ տվող, ջրցան եւ այլն։ Այս գնումներն հնարավոր է եղել իրականացնել 2023 եւ 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերի միջոցով, պետական եւ տեղական բյուջեների համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի համար ծախսվել է ավելի քան 220 միլիոն դրամ։ Գումարի 55%-ը Գյումրու բյուջեի ներդրումն է, 45%-ը պետական։ Քաղաքի մաքրությունն ու բնակիչների համար հարմարավետ միջավայր ստեղծելը շարունակում է մնալ Գյումրու քաղաքապետարանի առաջնահերթություններից մեկը։